Բարև ձեզ, այսօր խոսելու ենք սահմանադրության հնարավոր փոփոխության և վերջին աղմկահարույց դեպքերի մասին։ Իմ հյուրը սահմանադրագետ, իրավապաշտպան Գոհար Մելոյանն է, շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար։ Եվ այսպես վարչապետը իշխող կուսակցության համագումարում հայտարարեց 4-րդ հանրապետության մասին։ Սա ըստ էության ավելի շատ քաղաքական ուղերձ էր, թե իրավաքաղաքական փաստարկ։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար։ Բնականաբար ես ավելի շատ սիրում եմ սովորակել որպես քաղաքական իլյուզիա եւ նոր օրակարգ, որովհետեւ դեռ բարեբախտաբար իրավականության հետ գործ չունենք, բայց բավականին վտանգավոր ուղերձ ու ական առ մեր հանրապետության եւ առ մեր այդքան չարչրկված ինքնիշխանություն, որովհետեւ այդպիսի ուղերձներով, այն էլ երկրի առաջին դեմքի շուրթերով, արդեն հարցականի տակ են դրվում երկրի ինքնիշխանության շարունակականությունը։ Այսինքն, ինչ ասել է 4-րդ հանրապետություն։ Այստեղ մի շարք հարցադրումներ են, ի հայտ գալի։ Արդյոք դա ենթադրում է մեր գործող Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության շարունակականության ընդհատում։ Արդյոք դրանից ի վեր արդեն հարցականի տակ է դրվելու ընդհանրապես, մեր որպես կայացած ձևավորված ինքնիշխան պետության ձեռք բերված արտաքին հարաբերությունները, ինչու ոչ այդ թվում այդքան շահարկված օգոստոսի 18-ի անկախության հռչակագիրը։ Տեսեք, ասում է, որ 4-րդ հանրապետության առանցքում լինելու է եվրաինտեգրման ուղղված քայլերի ակտիվացումը։ Սա արտաքին կուրսի փոփոխության մասին է ազարարվում։ Ասում ավելին, այդտեղ ոչ միայն եվրաինտեգրումն է, իրենք ունենալով հռչակելով, այս որպես առաջիկա ռազմավարություն իրենց քաղաքացիական պայմանագրերի կուսակցության, ոչ միայն եվրոինտեգրումն են օրակարգ դարձում են այդ տնտեսական հաջողությունները այն դեպքում, երբ չակերտավոր հաջողացրել են այս 7 տարիների ընթացքում ամբողջ նախորդի 30 տարիների արտաքին պարտքը կրկնապատկել։ Հռչակում են արժեք ժողովրդավարությունը եւ դրա հետագա կայացումը որպես օրակարգային առաջնահերթություն այն դեպքում, երբ 7 տարիների ընթացքում չակերտավոր կրկին հաջողել են ունենալ ամենաշատ թվով քաղաքական բանտարկյալը։ Հաջորդիվ նման դրույթներ են որպես առաջնահերթություններ հռչակում, բայց ես ինձ համար որոշակի պատասխան գտել եմ, ինչ է ուզում Նիկոլ Փաշինյանը, բացի այն, որ ինքը ապավինելով նոր ուղերձների օրակարգերի փորձում է հանրությանը շեղել մեր խնդրահարույց իրավիճակներից, որոնք բազմաբևեռ են, ու մեր առաջնահերթությունը որպես պետություն այս լողացող պայմաններում պետք է լիներ կայունությունը, անվտանգային կայունություն, իրավական կայունություն, արտաքին քաղաքական կայունություն, ինքն անընդհատ նոր օրակարգեր է մեջ բերում եւ առաջնային է այդ իրենց փաստաթղթում, այսպես կոչված հռչակագրում, ինչ են անում։ Առաջնային կետ օրահարցային դնում են 26 թվականի ընտրությունները, հայցելով հանրության մեծամասնության վստահության քվեն, այնուհետև այստեղ է թաղված գլուխը իմ կարծիքով, այնուհետև նոր օրակարգ են դարձնում սահմանադրության փոփոխությունը, այսինքն ադրբեջանական նարատիվով ունենալով պահանջ նոր սահմանադրության ընդունան, որովհետև այո, մենք այսօր ունենք նախաստորագրված խաղաղության պայմանագիր, պետք է մեր հանրությունը հստակ գիտակցի, ինչքան էլ ձեզ ասում են մենք բերել ենք խաղաղություն, այդ խաղաղությունը անգամ իրավական առումով դեռ իրական չէ։ Նախաստորագրված փաստաթուղթ է, որը ուժի մեջ մտած չէ, ընդհանրապես նախագիծ է։ Իսկ ադրբեջանական կողմը իրենց նախագահի կողմից մեր օրակարգ դարձնելով մեր սահմանադրության փոփոխումը շարունակում են պնդել, որ այդ խաղաղության պայմանագրի կարևորագույն նախապահանջներից է սահմանադրության փոփոխությունը։ Տեսեք, սա իրական կարող ենք ասել, որ ըստ էության դա արտաքին ճնշման հետևանքով է սահմանադրության փոփոխությունը, այսինքն հանրության մեջ իրական պահանջ չկա սահմանադրության փոփոխության։ Ես համոզմունք ունեմ, որ նախ ինչքան էլ այս իշխանությունը փորձում է հարցականի տակ դնել, հենց ուղիղ տեքստով ասում է, որ սահմանադրության լեգիտիմության խնդիր ունենք, ընդ որում էդի կրկին ական է ոչ միայն մեր ներքին լսարանի ժողովրդի ու պետականության նկատմամբ, դա նաև ական է հենց իրենց նկատմամբ, որովհետև այդ ոչ լեգիտիմ սահմանադրության հիման վրա իրենք 6-7 տարի իշխանություն են իրականացնում, ընդունում են իրավական ակտեր, նշանակումներ են կատարվում, ընտրվում են եւ այլն եւ այլն։ Բացի այն, իմ կարծիքով
ընդհանրապես արդիականություն չկա ձևավորված հանրային պահանջ, որովհետև ինձ թույլ եմ տալի նման գնահատական ու եզրահանգում անել, մենք արդեն նախորդիվ մեկ անգամ process ունեցանք սահմանադրական փոփոխության։ Ես ոչ քարոզչական կողմի երկրորդ համարն էի։ Ու իրապես անգամ այդ ժամանակ, երբ պատերազմը դեռ տեղի չէր ունեցել, նախաքովիդյան շրջան էր, հանրության կողմից միանշանակ չէր այդ սահմանադրական պահանջին այո ասելը, որովհետև մարդիկ թեկուզ էմոցիոնալ մակարդակում զգում էին որոշակի դավադրություն, այն ժամանակ թիրախում սահմանադրական դատարանի հետ կապված գործընթացներն են։ Հիմա առավել եւս հանրությունից թաքցնելի չէ ու իմ կարծիքով նաեւ այդ դավադրական նախապաշարմունքն էլ կա, որ այս իշխանությունը ամեն կերպով փորձում է խուսափել սահմանադրական հանրաքվեից։ Ամեն կերպ, եթե իրենք վստահություն ունենային իրենց հաղթանակի վրա, սահմանադրական փոփոխությունը, նոր սահմանադրության ընդունումը իրենց մոտ առաջնային օրահարց կլիներ, թեկուզ հենց Ադրբեջանի հետ այսպես կոչված այդ պայմանագիրի վերջնականգնման նպատակով։ Իսկ ինչ են անում իրենք, հա, այն հայտնի օպերացիան սահմանադրական դատարանի, որ այսպես կոչված հայ-ադրբեջանական սահմանազատման կանոնակարգը առաջ բերելով գնահատական տվեցին մեր անկախության հռչակագրին, տխրահռչակ սահմանադրական դատարանի այդ մեխանիզմով որոշված ընթացակարգը, ես հավատացած եմ, որ կոչված էր հենց կրկին Ադրբեջանին որպես ուղերձ հրաժարվելու սահմանադրության պահանջից։ Հանուն արդարության մենք պետք է ընդունենք, որ այո, այս իշխանությունը, քաղաքական ուժը, ինչ եկել է իշխանության, իրենք ունեցել են օրակարգում սահմանադրական բարեփոխումների գործընթաց, բայց իրենց մոտ այո, օրակարգում, խոսույթում նարատիվը եղել է բացառապես սահմանադրական փոփոխությունները։ Նոր սահմանադրության ընդունումը եկավ խոսույթ հենց Ալիևի հայտնի նախորդ տարվա հայտարարությունից հետո։ Ալիևը պահանջը ներկայացրեց, ասաց, որ ըստ իրենց մեկնամբ մեր սահմանադրությունը Ադրբեջանի նկատմամբ ունի տարածքային պահանջներ, ընդ որում նշեմ, դա իրենց մեկնամբ է, իրապես այդպիսին արկա չէ, իսկ իրենց խնդիրը ինչու՞մ է։ Մեր սահմանադրության նախաբանում մեր անկախության հռչակագրին հղումն է, ասում են, այդ հղումից հռչակագրեք, որովհետև մեր սահմանադիր նախահայրերը շատ գեղեցիկ իրավական լուծում են գտել, հա, հղում կատարելով եւ իրավաբանական նշանակություն ու ուժ տալով մեր անկախության հռչակագրին։ Հիմա, որպիսի նախաբանում փոփոխություն կատարվի, տեխնիկապես այլևս հնարավոր չի սահմանադրական փոփոխություն։ Պետք է կատարվի նոր սահմանադրության ընդունում, որովհետև սահմանադրական փոփոխություններում կաշկանդվածություն կա, նախաբանը եւ մի քանի հոդվածներ, ինչպես առաջի, երկրորդ, երրորդն են, դրանք անփոփոխելի հոդվածներ են։ Այդ իսկ պատճառով անմիջապես Ալիևից շաբաթներ անց Նիկոլ Փաշինյանը հայտնի ասուլիս ունեցավ եւ օրակարգային հարց դարձրեց նոր սահմանադրության ընդունումը։ Բայց ինչու է սա արտաքին պահանջի, հա, արտաքին օրակարգի շարունակություն, որովհետև նախ առաջինը մենք գործնական ունենք ադրբեջանական նախագահի խորհրդականների, պաշտոնյաների, անգամ հաշվել ենք 3 տասնյակից ավելի, միայն Ալիևը նախորդ տարվա ընթացքում խոսել է Հայաստանի Հանրապետության սահմանադրության փոփոխության մասին։ Դրան նաև հաջորդում է որևէ հիմնավորվածության շոշափելի բացակայությունը մեր իշխանության կողմից։ Տեսեք, 7 տարի օրակարգում ունենալով սահմանադրական փոփոխություններ, 2 տարի ունենալով օրակարգում նոր սահմանադրության փոփոխություն, անգամ մեկ հոդված իրենք թղթին տրված մեզ չեն ներկայացրել։ Սա ուղղակի պետական միջոցների վատնում է։ Սա ուղղակի մեր ներքին լսարանին բոլոր ժողովրդավարական տարերից հրաժարում է, որովհետև թե իրենց վարչապետի որոշում ունեն ընդունած, ունեն հստակ սահմանած ժամկետներ, հա, թե երբ հայեցակարգ պետք է պատրաստեն, երբ սահմանության նախագիծ պետք է մշակեն, մեկ անգամ արդեն այդ ժամկետները խախտել են իրենց կողմից ընդունած վարչապետի որոշումում։ Այնտեղ նաև հռչակված կա գործունեության սկզբունքներից հետո արդեն իշխանությունը, եթե հաղթեց ընտրություններում, լծվելու են սահմանադրական փոփոխության։ Բայց հարգելիս, տեսեք, սահմանադրական փոփոխությունը դա բավականին խրթին process է, եթե իշխանությունը հիրավի նպատակ ունի բարեփոխում կատարելու, եթե հիրավի նպատակ ունի որակյալ փաստաթուղթ մատուցելու, մարդկանց կյանքի որակը կարգավորելու եւ բարձրացնելու, պետական իշխանության մարմինների կազմավորման եւ փոխհարաբերակցության ավելի որակյալ մեխանիզմներ ներդնելու, դա մեկ տարվա, մեկ ամսվա աշխատանք չէ, դա հսկայածավալ աշխատանք է, տարիներ պահանջող։ Իսկ մեր
Արդարադատության նախարարը հայտարարություն տարածեց, որ ինքը ընդհանրապես հրաժարվում է հայեցակարգի նախագիծ մշակելու։ Իրենք անմիջապես անցում են կատարում նախագծի բուն տեքստի մշակմանը, կրկին ընդգծում եմ, երբ Վենետիկի հանձնաժողովը, գիտեք, Եվրոպայի խորհրդում հեղինակավոր կառույց է, որը հենց սահմանադրական բարեփոխումների ընդունման տեքստերի մշակման ողջ process-ին մոնիթորինգ է կատարում եւ տալիս է կարծիքներ։ Կարմիր թելով մեզ առնչելու երկու հանգամանք անցնում է, բազմաթիվ կարծիքներով, մեկը, որ երկրի հիմնարար օրենքը չի կարող լինել արտաքին սպառնալիքի առարկա, երկրորդը, որ սահմանադրական ցանկացած փոփոխություն, առավել եւս նոր սահմանադրության ընդունումը, պետք է ողջ գործընթացը ուղեկցվի ակադեմիական համայնքի, ընդդիմադիր եւ գործող քաղաքական դաշտի, պրոֆեսիոնալ համայնքի եւ հանրության ներառականությամբ ու թափանցիկությամբ ու հաշվետվողականությամբ։ Իսկ ինչ անում այս հանձնաժողովը, արդեն երկրորդ ձևավորված հանձնաժողովն ունենք եւ նրանք զրոյակ մեր պատմության մեջ Հայաստանի Հանրապետության երբևիցե որևէ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով այսքան մեկուսի թաքնված չի աշխատել։ Հենց սա ժողովրդավարության ցուցանիշ է։ Այսինքն դու հիմնարար օրենքի բուն փոփոխության ես գնում եւ չես ասում, թե ինչպիսի տեսլական ունես, հրաժարվում ես հայեցակարգի պատրաստումից, հրաժարվում ես, կրկին ընդգծում եմ, 7 տարվա արդյունքում այդքան աշխատավարձ տալով, ռեսուրս ծախսելով, անգամ մեկ թղթին դրված, մեկ հոդված մեզ չի ներկայացվել մինչ օրս, ինչպես կարելի է ընդհանրապես այս ուժի, այս աշխատելավոճի պայմաններում նոր սահմանադրության տեքստի մասին խոսել։ Գործող սահմանադրության նկատմամբ հանրային վերաբերմունքը ինչպիսին է, կարող եք մեկ-երկու բառով տանտալել։ Տեսեք, օրինակ շատ հետաքրքիր զուգահեռ տանեմ, նախկին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, ով այդքան քննադատում էր նախորդ սահմանադրական բարեփոխումների գործընթացը եւ կոչում էր դա որոշակի, պաշտոնյայի հարմար կոստյում կարվող, ինքը որպես արդեն իշխանության Նիկոլ Փաշինյան, վարչապետ, ասում է, որ օրինակ խորհրդարանական կառավարման ձևը իր համար ընդունելի է եւ ինքը այլևս չի գնալու այն փոփոխելու ուղով։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի վստահ ու հանրային ընտրազանգվածը ստանում է այդ մեսիջը ուղերձը, որ այդքան էլ վատ սահմանադրության մասին խոսք չի գնում։ Ասեմ ավելին, երբ դու կառավարման ձև չես գնում փոխելու, իսկ կառավարման ձևը, պետության ձևի տարերը ընդհանրապես կմախքնեն սահմանադրության, դու եւս մեկ փաստարկ ես բերում, որ նոր սահմանադրության ընդունման անհրաժեշտություն չկա բովանդակային առումով։ Իրենք օրեր առաջ, առաջին անգամ, եթե չեմ սխալվում, 3 կամ 3 չառաջորդն էր, հանդիպում ունեցան հանձնաժողովի կազմով, մի քանի դրույթ ներկայացրեցին, կրկին որևէ էական բովանդակային փոփոխության մասին խոսք չէր գնում։ Այնպիսի փոփոխությունների մասին, այո, 1-2-ը ենթադրում են սահմանադրական փոփոխություններ, բայց մյուս 1-2-ը ընդհանրապես կարելի էր ազգային ժողով կանոնակարգ սահմանադրական օրենքի մակարդակով որպես փոփոխություն իրականացնել։ Այսինքն իմ գնահատմամբ հանրության մեջ միանշանակ առաջնային օրապահանջ սահմանադրության տեքստի փոփոխության առկա չէ, որովհետև մենք ունենք այս իշխանության ապիկար կառավարման արդյունքում այս հանրությունը այնքան խնդիրների առաջ է եկել, անվտանգային խնդիրներ, սոցիալական, տնտեսական, իրավական, որ մարդիկ անգամ այդ հոգսառատ առօրյայում չեն այլևս մտածում սահմանադրության որակի մասին։ Որպես իրավապաշտպան, ինչպես կգնահատեք վերջին ամակահարույց սպանությունը եւ դրա ազդեցությունը հատկապես պետական կարևոր ինստիտուտների նկատմամբ հանրային վերաբերմունքի համատեքստում։ Դե կարծում եմ վերջին իրադարձությունը շոկային էր բոլորիս համար, առավել եւս այն մարդկանց, ովքեր որպես Վալուտիա Գրիգորյանի ընկալմանը հանրության շրջանակներում առնչվել են։ Ես պատիվ ունեցա տեսնելու այդ գործչին հենց ընտրական բումփուլում, որովհետև մենք մոնիտորինգ էինք անում ընտրական գործընթացներին, ինչպես Գյումրում, այնպես է Փարաքարում, այդքան սիրված գործիչները հանրային ընկալում ունեցող շատ հատուկ են,
ցավակցություններս եմ հղում իրենց գյուղացիներին, համայնքի բնակչությանը, ընտանիքին, մերձավորներին ու բոլորիս, որովհետև իրականում մեծագույն ցավ ու իրական կորուստ է հանրությունում այդպիսի գործիչների, սակայն ես կրկին ընդգծում եմ, որ այս ողբերգական միջադեպի առաջնային պատասխանատուն օրվա իշխանությունն է, որովհետև վարչապետը իր հայտնի գրությամբ հենց անմիջապես ժամեր անց այդ ողբերգական միջադեպից հետո նշեց, որ վենդետայի հետևանք է, այսինքն տվեց գնահատական իրողությանը։ Երկրորդ ուղերձը այդ գնահատականից այն է, որ իրենք իրազեկ էին, որ կարող է ինչ-որ վենդետայի գործընթաց տեղի ունենալ։ Սա ենթադրում է, որ եթե դուք ունեցել եք նման տեղեկատվություն, ինչու չի երաշխավորվել ընդդիմադիր գործչի, որը միանձնյա ջախջախի հաղթանակ է տարել քաղաքացիական պայմանագրի նկատմամբ ընտրություններում, ինչու չի ապահովել տվյալ գործչի անվտանգությունը, ու այո, տվյալ երկրի քաղաքական իշխանությունն է պատասխանատվություն կրում ընդդիմադիր գործիչների անվտանգության համար, որովհետև առաջնային թիրախը եւ առաջնային պատասխանատուն եւ առաջնային շահառուն լինում է օրվա իշխանությունը։ Շնորհակալություն։ Մենք խոսում ենք Սահմանադրության հնարավոր փոփոխության եւ վերջին աղմկահարույց դեպքերի մասին, զրուցում էինք սահմանադրագետ իրավապաշտպան Գոհար Մելոյանի հետ։ Ցտեսություն։